հիշեցի այն առաջի իմ նեմնիմի գործի ժամանակ 3-4 քաղբանտարկյալներ էին, մենք հիշում ենք նրանց ամեն հաղորդմանը, հիմա բոլորին հիշել չենք էլ կարա։ Չէ, բոլորին հիշել չենք կարա, եւ նաեւ հիշենք էլի, խնդիր կա, որ չկա վերջնական ցանկ։ Հա, դա խնդիր է։ Դա խնդիր է։ Հայաստանում քաղբանտարկյալների ցանկ, քանակ, հստակ բաներով, որ ինչ մեղադրանքով է, երբ վանից է անազատության մեջ, շատ են դրա համար չկա, թե որովհետև չի Ադրբեջանում էլ են շատ, ես այն օր հրապարակել էի այս հոկտեմբերի դրությամբ 392 քաղբանտարկյալ թիվը կա, որ ինչի համար է նստած, ինչի համար է հալածվում կա, այսինքն այդ դատան վարվում է, Հայաստանում չի վարվում։ Դե հա, այդ պրոբլեմը։ Որովհետև Հայաստանը ժողովրդություն է։ Դե հա։ Չէ, որովհետև Հայաստանում դրանով չեն զբաղվում, ենթադրաբար խնդիրը այդ է, որտեղ այլ պատճառ չկա, էլ։ Մենք նաև 5 իրավապաշտպանների նախաձեռնության անունից ենք սրա մասին անդադ խոսում, դու էի առանձին խոսում, հետո մենք ընդհանուր ենք խոսում, նշենք, որ ամեն անգամ, երբ որ նոր քաղաքական հետապնդման кейս է առաջանում, միշտ մենք բոլորս դրա մասին ենք մտածում, որ պետք է իրականում ինչ որ հարթակ լինի, որը որ կզբաղվի օրինակ հավաքագրման բոլոր դեպքերի օրինակ ավելի այսպես համակարգված պայքար իրականացնելու եւ բոլորի դրա կարեւորությունը մեծանում։ Այդ մարդկանց անվանումները, որ ինչի համար է ուրեմն հալածվում, այդ ամեն ինչը պիտի լինի մի քանի լեզուներով, պարտադիր, այդ դատան պիտի հասանելի լինի բոլոր միջազգային ուրեմն կառույցներին, այդ մարդկանց ընտանիքներն պիտի լինեն հոգացության ներքո որոշակի այո հանրության կողմից, որովհետև վստահաբար այդ մարդկանց մեջ կան մարդիկ, որոնք կամ կարիքավոր են, կամ այդ հալածանքների արդյունքում են կարիքի մեջ հայտնվել, որովհետև օրինակ ընտանիքի միակ կերակրողը բանտարկված է։ Այդ պայմաններում, որը ինչով է ապրում, ոնց է անում, երեխեքին ոնց են պահում եւ այլն եւ այլն։ Պատահական չի, հա, որ դրա մասին խոսում ես, որովհետև մենք այդ մարդկանց աչքերի մեջ ենք նայում մեր գործունեության մեջ, ու լիքը խնդիրներ։ Հանրության պարտականությունն է վերադարձնելու հենց հանրության բարության համար քաղաքացիական ակտիվ կեցվածք դիրքորոշում ունեցող անձանց են, ինչից այդ մարդիկ զրկվել են հանրության բարության պայքարի համար պայքարի։ Շատ նորմալ բան է։ Ավելի կարելի է հարցը խորացնել, շատ լավ կլիներ, որ տարբեր ընդդիմադիր հավաքություններ ունեցող ուժեր նաև ինչի՞ չէ, համատեղ ինչ որ հռչակագիր ընդունեին, այս գլխից պայմանավորվեին, որ այդ ստորագրողներից ով էլ գա իշխանության, այս բաներն է անել, օրինակ քաղբանտարկյալների հատուկ ռեհաբիլիտացիայի վերաբերյալ օրենք է ընդունելու։ Այդ մարդիկ ստանալու են ուրեմն քերական դատավարության օրենսգրքի սահմաններից դուրս որոշակի ռեհաբիլիտացիոն կանոններ են գործելու փոխհատուցման եւ այլն եւ այլն։ Ինչի՞ չէ, նաեւ կարա ինչ որ նաեւ քաղաքական այդ հալածանքներին մասնակցող պաշտոնատար անձանց հետագա ուրեմն չգիտեմ պաշտոնավարման սահմանափակման վերաբերյալ ինչ որ պայմանավորվածություններ ձեռք բերեն այդ հռչակագրի շրջանակում։ Այսինքն դառնա օրակարգի մաս, հանրային օրակարգի մաս։ Ինքը հանրային օրակարգի մաս է, բայց շատ կարևոր է, որ ինքը քաղաքական նաև օրակարգի մաս է ու քաղաքական շատ կարևոր քայլ է, որովհետև եթե դու գնում ես ընտրությունների պայմանական կամ որոշակի քաղաքական process-ների մեջ ես ու հերթով մարդկանց տանում բանտարկում են, դու պիտի խնդիր դնես ողջամտորեն, ուրեմն չեզոքացնելու այն ռիսկերը, որոնք պայմանավորված են այս քաղաքական հետապնդումներով, որովհետև մարդիկ պիտի չվախենան իրենց քաղաքացիական ակտիվ դիրքորոշումը արտահայտելուց, ինչ հաթե գնալու են բանտարկվեն ու չգիտեն բանտարկվելուց հետո ինչ է լինելու։ Կամ նույն իշխանափոխությունից հետո ինչ ալն է, իրանց հիշելու են, թե չեն հիշելու իշխանափոխությունից հետո։ Այ հիմա արի հիշենք։ Իրենց հալածողներին, խոշտանգողներին պատժելու են, թե չեն պատժելու։ Մի հատ միջնորդություն անեմ ձեզ հարգելի վարած, թող մի հատ հիշի, էլի 4 անգամ ուզեցի։ Հիշենք, չէ, բոլորով հիշենք։ Սոտիկի հիմա այս համայնապատկերը ընդհանուր տանք եւ նաեւ ես այդտեղ հիշելու կներես խնդիրը որն է, որ ու մոռացանք նեղացնելու ենք։ Հա, Դե հիմա ներողություն խնդրենք, բայց կարծում եմ կարող է դաժե չմոռանանք էլ էլի։ Դե լավ։ Այնքան շատ են հիմա, այդքան քաղաքաբանտարկել Հայաստանում։ Նաեւ ես առաջարկում եմ, որտեղ մեր ընկերը Արամը Վարդանյանը կոմենտներով էլ թող մեզ օգնեն։ Հա, եթե իմ կարծիքով մենք չենք մոռանա, բայց այտենց
պրոցեսներ կան, որոնք որ տենց ոչ բոլորի անունները գիտենք։ Մենք որպես առանձին խումբ կհիշենք, բայց պարտադիր եմ համարում, որ որպես այդ քո ասացի նաև դրսևորում, մենք այդ մարդկանց հիշենք հիմա։ Շատ լավ։ Ես նաև կառաջարկեմ դրանից հետո մեր ընկերը Արամը Վարդևանյան, ես դες լավ չհասցրեցի ամբողջությամբ հետևել, բայց ինչ որ զեղծարարությունների մասին, ինչ որ տարօրինակ բաների մասին էր խոսում, հա, Սամվել Կարապետյանի հետ կապված վարույթի շրջանակներում երևի կարճ դրան էլ անդրադառնանք, որովհետև այս ինչպես ճիշտ նկատեցիր, այս նոր պարադիգմը все-таки սկսեց Սամվել Կարապետյանի այդ խայտարակ ձերբակալումից հունիսի կեսերից, երբ որ փոխվեց ամբողջությամբ տրամաբանությունը եւ ել ավելի այսպես խորացավ քաղաքական հետապնդումների այլանդակության աստիճանը, լավ sense ասեմ էլի, որտեղ դա ոչ այլ ինչա, քան այլանդակություն։ Բացահայտ, կոպիտ, առանց ամաչելու, առանց ինչը չի նշանակում, որ ել իջնելու տեղ չկա, պրինցիպի միշտ էլ կա, հա, բայց նոր պարադիգմա սկսեց, դրանից առաջ տենց չէր։ Հիշենք երևի դե Սամվել Կարապետյանին հիշեցինք, որը որ 18 արդարներին հիշել ենք 18 արդարներին հիշեցինք, որոնցից այս պահին 14-ը անազատության մեջ են, ամսի 25-ից եւս մի քանիսն են վերականգնելու իրենց ազատությունը։ Ես իմ պաշտպանյալներից հիշեմ ամենաերիտասարդ քաղբանտարկյալ Անդրանիկին Չամիչյան, որը տնային կալանքի ներքո է ստրայքբոլի գործով։ Հա, միջև հիմա։ Հա, հոգևորականներին բնականաբար հիշենք Միքայել Բագրատ Սրբազան, Միքայել Սրբազան եւ Մկրտիչ Սրբազան, Գարեգին, Տեր Գարեգինը տնային կալանքի տեղափոխվել, չէ, բնականաբար քաղբանտարկյալը, հոգևորականների մասով հիշենք։ Գյումրու դեպքերով։ Հա, այ Գյումրու դեպքերը 30-ից ավել ձերբակալված եւ կալանավորվածներ կան, ես հետո չհետևեցի, պրոբլեմն է երկու եղբայր, Կարենը ու Կարուշը, հա, որոնք Հայակվեի հետ, հա, բան ունեն, որոշակի առնչություն ունեն, իրանց հետ ընկերը Հովանեսը, լիքը մարդիկ, Ռուբենը մեր Մխիթարյան, հա, հիշենք այսօր Ռուբենին անգամ ունենք, այո, այդ ուղղակի իրականում էլի այնքան տարբեր, այնքան մարդիկ կան, որ այդպես Վարազդատի ասած այդ իմաստով բան էր էլի, որ կարող ինչ-որ մեկին չհիշենք, մենք ներողություն ենք դուք հիշում եք, որ այս վերջին ահաբեկչությունից առաջ, էլի ինչ-որ այս վերջին ամառվա ահաբեկչության դեպքից առաջ Բագրատ Սրբազանի եւ մյուս 17 արդարների ճակերտներով եմ ասում, էլ ինչ-որ ահաբեկչություններ էին, չէ՞ լինում։ Ես այսօր հիշել եմ, անցյալ տարի Հյուսիսային տերևաթափ, այսօր հարավային ցիկլոններ, մի ահաբեկչություն, ման եմ գալի հիմիկվարից ու պետք է ինչ-որ ասում են ես պետք է համակարգի։ Բայց այդ մարդիկ էլ են, չես, որոշակի սահմանափակումների տակ, նստել են, չգիտեմ, կամ հիմա էլ որոշակի խափանամիջոց հենց էս է էլի խնդիրը, որ այդ չկա այդ վիճակագրությունը, դատան չի բարձա, հիմա այդ մարդկանց էլ դու հիշես։ Չնեղանան, ոչ մեկ չնեղանա, ում ներողություն ենք խնդրում, բայց փորձում ենք բոլորին հիշել։ Դե քաղաքապետերի հետ կապված կներես Գյումրու դեպքերը հիշեցինք, Դավիթ Համբարձումյանին հիշենք, որը որ վերջերս ընդ որում իր դեպքը առանձնահատուկ է նրանով, որ դատավճիռ կայացվեց հերիք չի, այսինքն իրան նկատմամբ ճիշտ է էլի խափաման միջոցով, բայց արդեն դատավճռից հետո։ Երկրորդը պատժի չափը, երկրորդը ընդամենը 1 դեպք էր եղել 200 քանիսից, որ 6-ից ավել լիներ, ընդ որում 70%-ը 4-ից 7 տարի դեպքում ավելի նպատակ ինչն էր համաներման հետ կապված։ Հա, որովհետև եթե 6 լիներ համաներման տակ էր մտնում եւ իր առանձնահատկությունը նաեւ էր, որ ինքը իմացավ, որ իրան պետքա բռնել, լինելով դրսում եւ կամավորապես վերադարձավ։ Ու մենք մոռացել տղեկ։ Մոռացած կլինենք հաստատ, որովհետև շատ են։ Ու դրա համար ներողություն ենք խնդրում նրանց, ում մոռացել, ու այս պահին գոնե չենք հիշում անունները, բայց ընթացքում էլի հիշենք, կասենք։ Քաղբանտարկյալներին քաղբանտարկյալներից զատ նաև քաղհալածյալների ընդհանուր բանը կա, որ մարդիկ քրեական հետապնդման են ենթարկվում։ Մարդկանց գործից են լիքը մարդ կա, որ ասենք այդ իրանց 100,000 դրամ, 150,000 դրամ աշխատանքի հետ իրան ապրուստի միջոցն հանում են մարդկանց գործից։ Մի հատ լայքի համար, ինչ որ մի բան չանելու համար, տենց 10 ու 10 տես դեպքեր գիտենք։ Մենք հո գիտենք այդ դեպքերը, որ մարդիկ ասում են լավ էլի մի հրապարակեք ինձ տարբեր պատճառներով։ Ախր շատ են այդ դեպքերը։ Ու այս են նույն իշխանություններն են, որ այսքան ժամանակ ինչ որ մի հատ փոքր դեպքեր լինում, կարող է նաև արդարացիորեն ժամանակին բարձրաձայնում են, բան են անում, բայց հիմա տասնյակ ու տասնյակ, մոտարապես ես հիմա փորձեցի հիշել 8 դեպք
միանգամից հիշեցի, որ լայքի համար մարդուն գործից հանել են։ Այս վերջի տարիների ընթացքում չէ, որ վերջի 1-2 ամսվա մեջ։ Ասենք այս կարգի բաներ էլի։